Բարի օր ձեզ սիրելի բարեկամներ։ Այս այնագրության մեջ ես ձեզ ուզում եմ մի բան պատմեմ, որ աբորտի մեղքը անհետևանք չի մնում։ Ահա մի իրական դեպք տեսեք ինչեր են կատարվում, որ դուք իմանաք այս բաների մասին, որովհետև երևի բժիշկներն այս մասին չեն ասում, հեռուստատեսության պես մասին չեն խոսում ու բոլորը մտածում են, որ հղիության ընդհատում չէ։ Տեսեք, որ անհետևանք չի մնում։ Ուրեմն մոտարապես մի ամիս առաջ ինձ մի քրիստոնյա կին գրեց։ Ասում եմ քրիստոնյա, որովհետև այդ կինը ինձ առաջ հոգևոր հարցեր էր տվել, քրիստոնյա էր ասում եւ այլն, բա շատ ահավոր մեծ մեղք եմ գործել, աբորտ են կարել 3-րդ երեխայից հետո եւ հիմա իմ երեխաներից մեկը ծանր հիվանդությամբ հիվանդանոցում պարկած էր, նույն օրը եղավ, ինչ որ ես աբորտ արեցի։ Խնդրում եմ աղոթեք երեխայիս համար։ Ճիշտն ասած ես էլ ասացի, որ երեխայի համար, աբորտ արած սպանած երեխայի համար, թե այս մեկի համար։ Դուք այս մեկի համար եք ուզում, բա այն մեկի համար չեք ուզում աղոթել, նա իր երեխան չէ։ Ինչև է, եւ այդպես, բա վախենում էի, չէինք ուզում եւ այլն։ Մի խոսքով շատ չմանրացնեմ, ինչ ասես։ Ցավեցի եւ անցավ մի ամիս։ Եվ այս կինը գրում է, որ ես ունեմ ձեզ պատմեմ, թե ինչ եղավ մեր ընտանիքում այդ մի ամսվա ընթացքում։ Հիշում եք, որ ձեզ այս դեպքը պատմել, ասացի, հա, հիշում եմ։ Ասում է, ուրեմն ինքը 3 երեխա ունի։ Ասում է, այն մի երեխաց, որ այդ ժամանակ հիվանդանոցում էր, մոտ 7 օր բարձր ջերմությամբ հիվանդանոցում պարկած էր։ Բժիշկները ոչ մի կերպ չհասկացան, թե ինչ է կատարվում, ինչի համար։ Վերջի իրան բուժվեց, դուրս կրվեց։ Դրանից անմիջապես հետո հիվանդանում է այն մյուս երեխան։ Դրանից անմիջապես հետո հիվանդանում է 3-րդ երեխան։ Հերթականությամբ ես հիմա չեմ հիշում մանրամասները, թե ինչ են, հա, այն մի երեխան հիվանդանում է աղիքային հիվանդությամբ, ասում է աշխարհի տակ անալիզ չմնաց, որ չարեցինք, բայց ասում է, տենց էլ չիմացան ինչ եղավ, վերջը, այդ էլ մի կերպ անցավ, եւ հետո ասում է, սկսեց իմ առողջական վիճակը կտրուկ ավելի վատանալ։ Էլ չգիտեմ ինչ հիվանդությունների անունը չեմ հիշում, բայց ահավոր հիվանդություններ, որ սովորաբար երիտասարդ մարդկանց մոտ չի լինում, հա։ Եվ ասում է ահավոր ցավերի մեջ, ահավոր բան հիվանդանոց էստոմենկոմ, հրետ էլ քիչ էր, դրանից հետո էլ պարզվում է, որ ինքը շատ ահավոր արյան վարակի հիվանդության տակ է, որովհետև բժիշկները երեխային մինչև վերջ չեն սպանել։ Աբորտը կիսատ է եղել։ Մի խոսքով գնում է այդ տենց ահավոր բան, եւ ինքը ուզում էր այս ամեն ինչը պատմել, որ ամեն մարդ իմանա, որ այդ մեղքը չգործեն։ Եվ ինքը ասում է, ես այսքանից հետո հասկացա, որ երբ որ Աստված երեխա է տալիս, դա օրհնություն է, ինչ էլ ուզում է, դու Աստծո կամքը պետք է ընդունես։ Նույնիսկ եթե Աստված քեզ հայրական ապտակ է տալիս, դու այդ ապտակը պետք է ընդունես, որովհետև եղիցին կամք քո, այլ ոչ թե եղիցին կամք իմ։ Իմ կամքը իմ երեխային սպանելն է, իմ կամքը չարությունն է, ու ես դրա համար հետևանքները քաշում եմ, բայց եղիցին կամք քո, որպես երկինս եւ երկրի, այս բանը պետք է մենք միշտ մեր ականջին օղանենք, սիրելի բարեկամներ։ Ես էլ ուզեցի այս պատմությունը կիսել ձեր հետ անանուն ձևով, որպեսզի դուք ես զգուշանաք, տատիկներ, պապիկներ ձեր հարցերին աբորտի մի ուղարկեք, ամուսիններ ձեր կանանց աբորտի մի ուղարկեք, աղջիկներ հղի անում եք, պահեք, դա նվեր է Աստծուց, աբորտով մի սպանեք ձեր երեխաներին, որովհետև ինչ իմանաս, ինչ հետևանքներ կան, եւ ոչ մեկ այդ հետևանքի մասին չի խոսում, մարդիկ հո չեն հելնելու ասեն, գիտես ես աբորտով իմ երեխուն սպանել եմ, դրա համար եմ այսօրին։ Իսկ այս կինը, թեև այդ մեղքը գործել է, որ շատ ծանր մեղք է եւ շատ արտասուք պիտի թափի դրա համար զղջալու համար, ինչպես բոլոր աբորտ անող կանայք եւ կամ այն մարդիկ, որոնք ինչ որ կերպ մասնակից են այդ մեղքին, մեկին դրթել են, մյուսին փող են տվել, մյուսի վրա փող են աշխատել, բայց այս կինը սկսել է հոգևոր աչքերով նայել, թե իր կյանքում այս ամեն ինչը որ պատահում է, ինչի հետևանքով է պատահում։ Սիրելի ժողովուրդ, դուք էլ նայեք ձեր կյանքին, պատահական ոչ մի բան չի լինում։ Եթե այս վշտերը գալիս են, այս տառապանքները գալիս են մեր վրա, ուրեմն մի բան երևի սխալ ենք անում։ Այո, լինում է նաև հանիրավի վիշտ ու տառապանք, որի մասին գրված Աստվածաշնչում, բայց եթե այս վիշտն ու տառապանքը մեղքի հետևանքով են, այդ մեղքը պետք է սրբագրել, դրա համար պետք է զղջալ, դրա համար պետք է խոստովանել։ Պետք է հետ դառնալ այդ մեղքից, պետք է հրաժարվել այդ մեղքից, հասկանում եք, եւ եթե այս ամեն տառապանք ու վիշտ եկել են մեր վրա Աստծուն ուրանալու պատճառով եւ սեփական ցանկություններով ապրելու պատճառով եւ սեփական սրտի մեջ Աստված նոր կուրք սարքելու պատճառով, ապա դրանից պետք է հեռանալ եւ իսկապես վերադառնալ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Եվ այս կինը վերջում ասում է, ես այս ամեն ինչից հետո, որ ասում է մազից փրկվեցի արյան վարակման հիվանդությունից, գնացել եմ նորից էլի պարկել է դանակի տակ եւ այլն, ասում է, ես նոր հասկացա Հիսուս Քրիստոսի այն խոսքը, որ ասում է, Աստված իր 99 ոչխարներին թողնում է եւ գնում է կորած մոլորած ոչխարի ետևից։ Ու ասում է, ես հասկացա, որ ես այս անգամ այդ կորած մոլորված ոչխարն էի։ Եվ ինքը շատ է զղջում երևի այս ամեն ինչի համար, խոստովանում է, եւ վստահ եմ նաեւ ուզում է, որ դուք ամեն մեկը իմանաք այս բանը։ Կիսեք այս ձայնագրությունը ձեր էջերին, որպեսզի բոլորն էլ իմանան ինչքան հնարավոր է շատ մարդ, որովհետեւ մեր ազգի մեջ այս երեխայասպանությունը, մանկասպանությունը ահավոր մասշտաբների է հասած, էլի ժողովուրդ։ Պետք է հասկանանք, որ սա մեղք է եւ սրա հետևանքներն են գալիս։ Մանավանդ եթե դուք ուրիշ երեխեք ունեք, ինչ իմանաք այդ երեխեքին ինչ պատահի 10 տարի հետո, 20 տարի հետո։ Խնդրում եմ մտածեք այս բաների մասին։ Հրաժարվեք աբորտի մեղքից եւ եթե դուք այս մեղքն արել եք, գնացեք արցունքով խոստովանեք, մի արդարացրեք, ձեզ ասեք, սովետի տարիներն էր, չգիտենք այս բանի մասին, մի արդարացրեք։ Հիմա գիտեք այդ ամենը, գիտեք ինչա կատարվել։ Գնացեք, զղջացեք, արցունք թափեք, որ արդարացրեցիք, ինչ պետք է արվի, այդ մեղքը գնալու է այն կողմ։ Մեղքը չի գնում, մինչեւ դու չես զղջում, մինչեւ դու չես խոստովանում արցունքով։ Եվ խնդրում եմ ձեզ այդ ձայնագրությունները կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ազգի մյուս զավակներն էլ իմանան եւ հրաժարվեն այդ մեղքից ու միգուցե մեր ազգը սկսի մեծանալ, զարգանալ եւ Աստված այն լավ հաղթող տեսակին, սուրբ տեսակին, զորավար, կոմպոզիտոր, չգիտեմ, բժիշկ, որ պետք է տա ուսուցիչ, որ պետք է տա մեր ազգին, դուք այդ երեխեքին աբորտով չսպանեք, որովհետեւ երբ որ դուք այդ երեխեքին աբորտով սպանում եք, տակը մնում են ձեր ցանկությունները, խուժան, ավազակ, մարդասպան, ծնողին սպանող, այն ինչ որ տեսնում եք մամուլի մեջ։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան։ Մեր Տեր Աստծուն փառք հավիտյանս հավիտենից ամեն։